Ուսումնասիրում ենք հայկական ավանդական բառերը, մաս 3, Կարնո Քոչարի։ Կարնո Քոչարի պարի միակ գրառումը կատարվել է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի կողմից, իսկ 2001 թվականին այն Սրբուհի Լիսիցյանի գրառումներից վերականգնել է Գագիկ Գինոսյանը։ Առհասարակ Քոչարիները հայկական լեռնաշխարհում ամենալավը պահպանված եւ ամենաշատը պարված պարերից են։ Կարնո Քոչարու այս տարբերակը հատուկ է բարձր հայքի Կարին քաղաքին եւ հարակից շրջաններին։ Ըստ Սրբուհի Լիսիցյանի քոչ արմատը կապ ունի արու ոչխարի, այսինքն խոյի, գոչ, ղոչ կամ քոչ անվանումների հետ։ Սրբուհի Լիսիցյանը գրում է. Իհարկե, չի կարելի ամբողջությամբ հերքել Քոչարի տերմինում առկա անասնապահական բովանդակությունը, սակայն այն առավել չափ վերաբերում է ոչ թե անասնապահների կյանքի ու կենցաղի քոչվոր բնույթի, այլ նրանց կողմից քոչվոր խոյերի, քոշերի, ղոչերի խոյանքի ու մենամարտի նմանակմանը, հատկապես նրանց վայրի բնության մեջ գտնվելու վիճակում։ Քոչարի պարը ռազմական բնույթի պաշտամունքային պար է, որը մեզ է հասել բնապաշտության ժամանակներից։ Ոգեղեն ու առնական այս պարը վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը, ընդգծելով մենամարտողների, այսինքն պարողների, տոկունությունն ու անպարտելի ոգին։ Եվ փշրե քու հողեղենի ճակատդ իմ կոթողիս մարմարներուն թիմած, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար և վախճանս հաղթանակ։